Սիրելի հայրենակիցներ, սովորաբար երբ տարին անցնում է, մարդիկ սկսում են վերհիշել յուրաքանչյուր ամիսը, նշանակալի օրերն ու իրադարձությունները։ Առաջարկում եմ միասին վերհիշենք ինչպիսին էր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության տարեցույցը 2025-ին։ Հունվարին ամփոփվեց գիտաշխատողների բազային վարձատրության փուլային բարձրացման ծրագիրը, որով գիտաշխատողների վարձատրությունը մեր երկրում գրանցեց մինչև 300% աճ։ Այսօր արդեն շուրջ 1 միլիոն դրամ և ավել վարձատրվող գիտնականներ են աշխատում մեր գիտական կազմակերպություններում, 2022-ից սկսած ամեն տարի գրանցելով հատկապես երիտասարդ գիտնականների թվի աճ։ Նորագույն գիտական սարքավորումների ձեռքբերմամբ մեր երկրում են իրականացվում այն հետազոտությունները, որի համար նախկինում ստիպված էին մեկնել արտերկիր, ընդ որում հաճախ հենց արտերկրի գիտնականների հետ, որոնք գալիս են և աշխատում Հայաստանում։ Փետրվարին կառավարությունն ընդունեց որոշում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում ընդլայնել կրթության գծով սոցիալական կրեդիտների շրջանակը և ներառել նաև արվեստի և մարզադպրոցները, ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, այդ թվում մեծահասակների համար։ Որոշումն էապես խթանեց ոչ ֆորմալ կրթության միջավայրը։ Եթե նախկինում 1 տարվա ընթացքում երաշխավորման էր ներկայացվում ոչ ֆորմալ կրթության առավելագույնը շուրջ 50 ծրագիր, ապա այս որոշումից հետո երաշխավորվել են շուրջ 800 ծրագրեր, ավելի քան 10 անգամ ավել, քան նախկինում 1 տարում։ Հազարավոր մարդիկ այս մեխանիզմից օգտվում են, որն էլ դառնում է մեծահասակների և ոչ ֆորմալ կրթության զարգացման հրաշալի մեխանիզմ։ Մարտին կառավարությունն ընդունեց և ազգային ժողով ուղարկեց մշակութային աճուրդների մասին օրենքը, որով մշակույթի ոլորտում տնտեսականացման նոր հնարավորություն է ստեղծվում։ Տարեվերջին արդեն ընդունված է ոչ միայն օրենքը, այլ նաև աճուրդների կարգը, որոնք 2026-ից հնարավոր են դարձնում բուն աճուրդների գործարկումը։ Դե իսկ այս տարի նույնպես մենք ուշադիր էինք արտերկրի աճուրդներին գտնելու և ձեռք բերելու բացառիկ մշակութային արժեքներ մեր թանգարանների համար։ Այսպես, այս տարի ավելի քան 92 միլիոն դրամով ձեռք բերվեց և Մատենադարանին փոխանցվեց Սարգիս շնորհալու 13-րդ դարի արժեքավոր ձեռագիրը, արդեն տարեվերջին 175 միլիոն դրամով Բրիտանիայից գնվեց 12-րդ դարի հայկական եկեղեցու փայտե դռամփեղկը, փոխանցվելու Հայաստանի պատմության թանգարանին, Հայաստանի ազգային պատկերասրահի համար էլ կրկին պետության միջոցներով ձեռք բերվեց Արշիլ Գորգու գործերից մեկը։ Ապրիլին կառավարությունն ընդունեց կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգը։ Տարին ավարտում ենք ունենալով կինոարտադրության 9 հայտ, որոնցից 2-ն արդեն հաստատված են։ Կինոյի ոլորտում պետության քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ։ Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը, որն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ֆորում բաժնում, իսկ Արտոյի «Երկիրը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացվել է Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում որպես բացման ֆիլմ։ Նատալիա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագրում և արժանացել 3-րդ մրցանակի։ Նույն ֆիլմը Սարայևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակի, իսկ Թեհրանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում լավագույն անիմացիոն ֆիլմ մրցանակի։ Զաքար Դեմիրճյանի և Ռաֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի հեռանկարներ մրցութային բաժնում։ Այս բոլոր հեղինակները դրանով իսկ դարձել են նաև պետության կողմից դրամական խրախուսման ծրագրի շահառու՝ ի ճանաչում իրենց ձեռքբերումների։ Մայիսին նշեցինք Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը, որին միացան ավելի քան 100 թանգարաններ և տասնյակ հազարավոր այցելուներ։ Թանգարանային գիշերը դարձել է թանգարանային հերթերի գիշեր։ Ընդհանուր առմամբ մեր թանգարաններն ավելի քան կրկնապատկել են իրենց սեփական եկամուտները 2022-ի համեմատ, իսկ միջազգային համագործակցությունն ընդլայնվում է։ Պատկերասրահը հայկական իմպրեսիոնիզմը ցուցադրեց Ֆրանսիայում, պատմության թանգարանը հյուրընկալեց Լուվրի ցուցանմուշները, հերթում Բեռլինի, Ակրոպոլիսի և այլ թանգարանների հետ համագործակցությունն է։ Էլեկտրոնային տոմսային համակարգը տեսանելի և թափանցիկ է դարձնում թանգարանների գործունեությունը, ձևավորում համագործակցության նոր հնարավորություններ։ Հունիսին առաջին անգամ անցկացվեց դպրոցականների բասկետբոլի լիգան, որին մասնակցեցին ավելի քան 8000 երեխաներ։ Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում վարչապետի գավաթի շրջանակներում անցկացվեցին մրցաշարեր 6 մարզաձևերից՝ սեղանի թենիս, թիմային խճուղավազք, թիմային հեծանվավազք, բասկետբոլ։ Այս տարի առաջին անգամ նաև դպրոցականների մրցաշար լողից և վոլեյբոլի լիգա։
Ավելի քան 29,000 դպրոցականներ, որ նախորդ տարվա արդյունքն ավելի քան կրկնապատկել է։ Միաժամանակ պետությունը շարունակեց եւ ընդլայնեց շատ կարեւոր մի ծրագիր, ֆինանսավորելով երեխաների լողի պարապմունքները մարզերում գործող մասնավոր լողավազաններում։ 2026-ից լողին կմիանան նաեւ այլ մարզաձևեր։ Հուլիսին Հայաստանի ևս 2 հայտեր ընդունվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Երևանի ուրարտական ժառանգությունը եւ Գառնի հնագիտական համալիրը եւ Քարերի սիմֆոնիան։ Շուրջ 30 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից որևէ նոր հուշարձան չէր գրանցվել, մնալով 90-ականներին գրանցված 4 հուշարձանների սահմաններում։ Այսօր արդեն 4-ին գումարվել է ևս 3-ը, ԳՄՍ նախարարության հետևողական եւ ինստիտուցիոնալ աշխատանքի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ պետությունն ավելի քան տասնապատկել է հուշարձանների վերականգնման բյուջեն 2018-ի նկատմամբ։ Օգոստոսը եւ ամբողջ ամառը մշակութային էր։ Տեղի ունեցավ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգը, որին ներկա գտնվեց ավելի քան 30,000 հանդիսատես, շուրջ 15,000 զբոսաշրջիկներ։ Ֆեստիվալին 3 տարբեր քաղաքներում մասնակցեցին շուրջ 60,000 քաղաքացիներ։ Ֆիլհարմոնիկը նվագեց մարզային ավելի քան 10 բնակավայրերում, օպերային թատրոնը նոր խաղաշրջանը սկսեց Ստեփանավանից, Կապանում կազմակերպվեց հերթական երաժշտական միջազգային փառատոնը, շարքը շարունակելի է եւ մի բանի մասին է. մշակույթը Երևանից տեղափոխվում է մարզեր, դառնալով ավելի ու ավելի հասանելի։ Սեպտեմբերին իրենց դռները բացեցին նորակառույց դպրոցներն ու մանկապարտեզները։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը դառնում է հանրային կյանքի վերափոխման ամենակարևոր ծրագրերից։ Այսօր արդեն պարզ է, որ առաջին 300 դպրոցներին հաջորդելու են մյուս 300-ը, իսկ մանկապարտեզները դառնալու են հասանելի բոլոր բնակավայրերի համար, հնարավոր դարձնելով կրթության ռազմավարության մյուս կարևոր թիրախը՝ բոլոր 5 տարեկանների համար պարտադիր դարձնել առնվազն 1 տարվա նախադպրոցական կրթությունը։ Շարունակվել է նաև բոլոր դպրոցներին բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաների տրամադրումը։ Ավելի քան 800 դպրոցներ արդեն հագեցված են, մյուսների հագեցումը կավարտվի 2026-ին։ Ամփոփել են քոլեջների եւ բուհերի ընդունելության արդյունքները։ Ընդ որում այս տարի առաջին անգամ էլեկտրոնային հարթակում է կազմակերպվել օտարերկրյա ուսանողների ընդունելությունը, որի արդյունքում գրանցվել է ավելի քան 2100 դիմորդ կամ նախորդ տարվա դիմորդների թվից ավելի 600-ով կամ 40%-ով։ Էապես աճել է քոլեջներ ընդունվող ուսանողների թիվը։ Այս տարի այն կազմել է ավելի քան 16,000, ինչն իրոք աննախադեպ ցուցանիշ է։ Հատկապես ուրախացնում է, որ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ուղղություններով ուսանողների թիվը 2023-ի 874-ի համեմատ դարձել է 3040, ավելի քան կրկնապատկելով։ Ի արձագանք պետության կողմից ամսական 50,000 դրամ կրթաթոշակների սահմանման։ Էապես աճել են մանկավարժական ծրագրերին դիմողների եւ ընդունվողների թվերը։ Այս տարի մանկավարժական համալսարանը գրանցել է ավելի քան 2000 դիմորդ։ 1970 հոգի ընդունվել է բուհ, ընդ որում բնագիտական ուղղություններով ուսուցիչ դառնալու համար արդեն իսկ մրցութային ընդունելությունը դառնում է իրողություն։ Հոկտեմբերը բարձրագույն կրթության եւ ակադեմիական քաղաքի ամիսն էր։ Երևանում կազմակերպված միջազգային համաժողովը ակադեմիական քաղաք ծրագրի շուրջ համախմբեց աշխարհի տարբեր երկրների եւ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ հանրապետության ավելի քան 10 քաղաքներում կազմակերպված հանրային արշավի մասնակից դարձան ավելի քան 18000 հոգի, ակադեմիական քաղաքի շուրջ հանրային ներգրավվածությունը էապես բարձրացնելով։ Բուն ակադեմիական քաղաքում արդեն մաքրում ենք տարածքը, պեղում ենք պոտենցիալ հնագիտական վայրերը, ավարտում ենք տարբեր նախագծեր անցնելով բուն իրականացման փուլ։ Հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտավ բարձրագույն կրթության եւ գիտության օրենքը, դնելով ոլորտի ֆունդամենտալ ինստիտուցիոնալ բարեփոխումների նոր գործնական փուլի մեկնարկը։ Նոյեմբերին կազմակերպվեց ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որին մասնակցեցին ավելի քան 7200 հոգի։ Նրանցից ավելի քան 67%-ը հաջողությամբ հաղթահարեց ատեստավորումը, գրանցելով վարձատրության էական բարձրացում։ Այսօր արդեն հանրապետության ամեն երրորդ ուսուցիչը ատեստավորված է, ավելի քան 9100 հոգի, եւ այսօր մեր իրողության մասն են իրենց իսկ քայլերի արդյունքում բարձր վարձատրվող ուսուցիչները՝ 400, 500, 600, ընդհուպ 700,000 դրամ։ Հերթական փուլով ատեստավորվեցին նաև արվեստի եւ սպորտի դպրոցի մանկավարժները, քոլեջների դասախոսներն ու վարպետները, առաջին անգամ ատեստավորվեցին հոգեբանները։
Մասնագիտական զարգացման ճանապարհով վարձատրության բարձրացումը դառնում է համընդհանուր գործիք կրթական համակարգում։ Դեկտեմբերին մեկնարկեց նախադպրոցական ծառայությունը 1 տարեկան երեխաների համար։ Երևանի 2 մանկապարտեզներում 1 տարեկան երեխաները արդեն սպասված են։ Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում էլ ծրագիրը կմեկնարկի մոտ օրերս։ Հերթում 6 ամսական երեխաների նախադպրոցական ծառայության ծրագիրն է, որը կգործարկենք 2026-ին։ Մեր նպատակն է մսուրի ծառայությունները դարձնել հասանելի բոլոր խոշորացված համայնքներում։ Ընդհանուր առմամբ երեխաների ընդգրկվածության ցուցանիշը նախադպրոցական կրթությունում արդեն իսկ ավելի քան 80% է։ Ողջ տարին, անկախ ամսից, նշանավորվեց սպորտային ենթակառուցվածքների մեջ էական ներդրմամբ։ Այս տարի 3 ժամանակակից ստադիոնների մասին ենք որոշում կայացրել։ Վերակառուցում ենք Վանաձորի մարզադաշտը, դարձնելով 10,000 տեղանոց UEFA-ի 4-րդ կարգի ստադիոն։ Համանման ստադիոն կկառուցենք Գետահովիտում, վաղար շաբաթում էլ աջակցում ենք Մասնավորին նմանատիպ ներդրման համար։ Մասնավորի հետ սկսել ենք նաև մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման ծրագիրը։ 10 workout մարզահրապարակներ ենք բացել տարբեր մարզերում։ Ընդհանուր առմամբ աշխատանքների շարքում ավելի քան 100 սպորտային կառուցվածքներ են։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների սիրելի ներկայացուցիչներ, շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։ 2025-ը ավարտվում է։ Այն մեր երկրի համար շատ կարևոր տարի էր։ Տարի էր, երբ խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է։ Ու հիմա մեր բոլորիս խնդիրն է խնամքով ու հոգածությամբ այդ փխրուն խաղաղությունը ամրապնդել, ուժեղացնել մեր ամենօրյա աշխատանքով ու ամեն օրն ավարտել ճիշտ ուղղությամբ, ճիշտ ջանք դրած լինելու զգացողությամբ։ Շնորհավոր նոր տարի։